Տեսեք, դուք որ ասում եք, այ ընդդիմությունը սադրեց, արեց, հայոց եւ մենք էլ մարդ ենք, մենք էլ պետք է ինչու եք դուք այդպիսով փորձում արտանալ, չէ՞ որ իշխանությունը թույլտվեք վերջացնեմ հարցը, չէ՞ որ իշխանությունը պետք է ավելի զուսպ լինի, հավասարակշռված լինի, իմանա այդ քաղաքական պաշտոն զբաղեցնելու գինը, նաեւ ինչ որտեղ լռելն է ցուցաբերի, այսպես զսպվածություն, բայց դուք միանգամից ընդդիմությանը պատասխանում եք եւ արտանում եք, որ իրենց բառապաշարն է, մենք հակադարձեցինք, դա ինչքանով է ճիշտ, այո, հավատացեք։ Իհարկե, սխալ է ընդդիմության մակարդակը իջնելը, եւ ես ձեզ անկեղծորեն ասեմ, եթե դուք ուղղակի ինչ-որ մեկը դնի ու մոնիտորինգ անի, թե մենք քանիսն ենք կուլ տալիս ու քանիսին ենք արձագանքում, ինչքան է տևում մինչեւ մեր համբերության բաժակը լցվի, իսկ բոլորի համար ակնհայտ կլինի, թե մենք ինչքան զուսպ ենք իրականում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ուղղակի ինչ-որ մեկը դնի ու համեմատի, դնի, լսի կոնկրետ քանի սենց ինչքան է տևում, մինչև այդ համբերության բաժակը մի անգամ լցվում է ու մի կաթիլ թափվում է այդ համբերության բաժակից։ Դա ուղղակի անհամեմատելի է, որովհետև ես վստահեցնում եմ, եթե մենք արձագանքեինք նույնքան, նույն չափ ու սիմետրիկ, դա ուղղակի մի հատ չգիտեմ ինչի կվերածվեր։ Չէիք հասցնի այդ ամեն ինչը լուսաբանել։ Առավոտից չէ, շնորհակալ մի եղեք, մենք ինքներս մեր վրա մշտապես պետք է աշխատենք, որպեսզի ընդդիմության սանձարձակություններին, փողոցային վարքագծին եւ մնացածին էլ ավելի զուսպ կարողանանք արձագանքել, բայց միանշանակ է, հարգելի գործընկերներ, որ ես բացառում եմ, որ ինչ որ մեկը առհասարակ, ինչ որ մի կենթանի մարդ կկարողանա առհասարակ չարձագանքել ու կամ առհասարակ հունից դուրս չգալ ոչ մի պարագայում, այս ամեն ինչը լսելով։